Բարի լույս, այսօր մեր 5-րդ հերթական համագումարն է եւ այսօր մենք շատ լարված ենք, կարելի ասել, որտեղ որ ինչ որ բան ես կազմակերպում, լարված ես լինում, բայց ամեն ինչ իր հունով գնում է։ Հիմա գրանցումներն են այս պահին, մարդիկ ժամանում են, բայց կարող ենք անցնել ներս, սկսել նայել ինչ ունենք։ Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր լուրջ դեմքով ինչ որ բաներ են քննարկում, նրանց մեջ է Դավիթ Խաչակյանը, կուսակցության փոխնախագահ Գրիգորի Դոխոյանը, կուսակցության հիմնադիրներից եւ գնացինք առաջ, էլ ինչ ունենք։ Ուզում եմ ցույց տամ, որ սենց 10-ամյակի բրոշուր ենք պատրաստել, 10 տարին ամփոփում ենք, այսինքն ինչ ճանապարհ է անցել կուսակցությունը, տեսեք ընտրական տվյալներ կան, առաջինը ես ինչպես եմ ընտրվել պատգամավոր, հետո ինչպես է կուսակցությունը հիմնադրվել, Վանաձորի ընտրություններ, չէ, ուզեմ ասեմ, որ 10 տարվա ծանր եւ մեծ հաջողություններով եւ տառապանքներով ճանապարհը այստեղ նկարագրված է։ Վերջում շատ ցավով ուզում եմ ասել, որ գրքույկը նվիրել ենք մեր լուսավոր ընկերոջը Հրանտ Այվազյանին, ով որ շատ մեծ ցավ է մեզ համար, մենք կորցրեցինք նրան ավտովթարից, բայց մենք հիշում ենք, նա մեր սրտերում է եւ գրքույկը նվիրել ենք նրան։ Գնանք առաջ, գրանցման process-ները ցույց տամ։ Ոնց եք, լավ։ Ողջույն, բարի ձեզ, ոնց եք, շնորհակալ եմ։ Այս ծնով բանով եկել եք, բարի ձեզ։ Ողջույն Գևորգ ջան։ Դավես, լավ աղբեր ջան։ Այստեղ գրանցման process-ն է, շատ սիրուն։ Մեր երիտասարդական միության անդամները իրականացնում են գրանցումը, մարդկանց գրանցում են, տալիս են նրանց բեյջերը եւ արդեն process-ները ընթանում են։ Ուղիղ 10 տարի առաջ Արմենիա Մարիոթ հյուրանոցի այս հենց սրահում տեղի ունեցել մեր հիմնադիր համագումարը։ Եվ այդ հիմնադիր համագումարի ժամանակ դասական երաժշտություն է նվագել Լարային Քարյակ։ Եվ մենք կորցրել էինք կոնտակտներ ու փնտրում էինք, թե ով է, ում հետ ենք կապվել, ինչպես ենք խոսել, որ գտնենք նույն մարդկանց, որ իրենք էլի մեր միջոցառումը զարդարեն։ Եվ շատ դժվար չէր, ճիշտ ասած, մի քանի տեղ զանգեցի, խոսեցի, պայմանավորվեցի, վերջում պարզվեց, որ նույն մարդիկ են։ Եվ ուղիղ 10 տարի առաջ մի քիչ փոխվել է խումբը, բայց կոնտակտային անձը եւ ջութակահարը նույն մարդն է։ Եվ էլի 10 տարի անց, այսինքն մենք ազատական ուժ ենք, բայց լավ բաները պահպանելու իմաստով կարող եմ ասել, որ նաև պահպանողական մասեր ունենք, այսինքն ինչը որ լավն է, մենք պահպանում ենք դա եւ դա ռեֆորմի չենք ենթարկում։ Երևի իսկապես միակ լուսավոր ուժերից եք Հայաստանում։ Շնորհակալ եմ, Երբ ջան, մերսի։ Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր եւ պատվիրակներ։ Ես Շուշան Ավագյանն եմ, Լուսավոր Հայաստան կուսակցության միջազգային հարցերով քարտուղարը։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր վարել մեր կուսակցության հերթական համագումարը, որն այս տարի առանձնահատուկ է, քանի որ մենք նշում ենք նաև Լուսավոր Հայաստանի հիմնադրման 10-րդ տարեդարձը։ Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունն ու արժեքները վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների հետ ունեցած համագործակցությունը, որը մեզ երկար տարիներ հնարավորություն է տվել այդ կապերն օգտագործելով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը։ Մեզ համար կարևոր է, որ մեր եվրոպացի գործընկերները ևս կիսում են մեր արժեքներն ու սկզբունքները։ Մասնավորապես, այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների դաշինքի ԱԼԴԵ-ի նախագահ, Եվրոպական միության խորհրդարանի անդամ Սվենիա Հահնը։ Խնդրում եմ ուշադրություն էկրաններին, լսենք տիկին Հահնի ուղերձը։ Լուսավոր Հայաստան կուսակցության սիրելի բարեկամներ, սիրելի Էդմոն, ինձ համար պատիվ է ձեր 10-ամյակի այս հատուկ առիթով շնորհավորական ուղերձ հղել։ 10 տարին պարզապես տարեթիվ չէ, դա քրտնաջան աշխատանքի
աճի եւ իրական ազդեցության պատմությունը։ Դուք կառուցել եք մի կուսակցություն, որը սովորել է, հարմարվել եւ ամենակարևորը, հավատարիմ է մնացել իր արժեքներին, նույնիսկ դժվարին պահերին։ Հապարտանալու է արժանի ձեր նվիրումը ժողովրդավարությանը, թափանցիկությանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Դուք ամուր կանգնած եք որպես Եվրոպամետ ուժ, պահելով Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը կենդանի, հույսով լի եւ ապագային ուղղված։ Դա կարեւոր է թե Հայաստանի, թե մեր Եվրոպայի համար։ 2019 թվականին Ալդե ընտանիքին միանալուց ի վեր ձեր գաղափարները, էներգիան եւ ազատական սկզբունքների նկատմամբ նվիրվածությունը ել ավելի են ուժեղացրել մեր ընտանիքը։ Որպես Ալդե կուսակցության նախագահ հպարտ եմ կանգնել ձեր կողքին 2026 թվականի ընտրություններին պատրաստվելու այս փուլում։ Հայաստանը արժանի է ունենալու Եվրոպամետ եւ ազդեցիկ լիբերալ ձայն։ Ապագան ձեր ձեռքերում է եւ Ալդե ընտանիքը կանգնած է ձեր կողքին։ Ցանկանում եմ ձեզ արդյունավետ եւ բարեհաջող համագումար։ Այժմ անցնենք օրակարգային ելույթներին եւ միանգամից ուզում եմ խոսքը սիրո փոխանցել Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանին։ Հետաքրքիր ժամանակահատվածում է տեղի ունենում մեր կուսակցության 10-րդ համագումարը, մի ժամանակահատվածում, որտեղ Հայաստանը առանց աղմուկի տարբեր միջադեպերով եւ օր-օրի գնում է դեպի դիկտատուրա եւ դիկտատուրան Հայաստանում սողալով շատ դեպքերում աննկատ այցելում է մեզ։ Մենք վերածվում ենք մի բռնապետական պետության, երբ այլևս ոչ մի ինստիտուտ չկա որևէ հակակշռում եւ կա վերջին մարդու իշխանությունը, եթե արտահայտվենք Նիցշեի բնորոշումներով։ Հայաստանը քաղաքական ու քաղաքացիական մեծ աղետի առաջ է կանգնած, որտեղ ատելությունը եւ բևեռացումը դարձել է մեր ամենօրյա կյանքի մի մաս։ Պետական համակարգով իրավապահ համակարգը վերածվել է մեկ մարդու համար ծառայող մահակի։ Հոգևորականները քննադատում են իշխանությանը, կալանավորվում, ազգային բարերարները քննադատում են իշխանությանը, պաշտպանում եկեղեցուն, կալանավորվում, սուր քննադատում են վարչապետին, հետապնդվում, արցախցիները իրենց ճակատագրի հետ կապված խնդիրներ են բարձրաձայնվում, խուզարկվում են եւ այսպես շարունակ։ Այդ ամենը արվում է բացահայտ, առանց որևէ ֆորմալ ընթացակարգ պահպանելու եւ որևէ մեկը չի կարող բացատրել, թե Սամվել Կարապետյանը, Միքայել Աչապայանը ինչ պատճառով են կալանավորված։ Մենք կարող ենք ասել նրանք քաղբանտարկյալներ են, բայց կարծես այդ խոսքի տակ փորձենք ընկալել, թե ինչու է դա տեղի ունենում, մինչդեռ սա պարզապես աբսուրդ է, որը շարունակվում է եւ որին մենք ականատես ենք ամեն օր։ Այսպես կաթիլ առ կաթիլ մենք շարժվում ենք դեպի դիկտատուրա։ Աշխարհում դեռևս որևէ պետություն միանգամից չի դարձել այդպիսին։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործունեությունը պետք է ունենա հետևյալ նպատակը այս փուլում. հանել մեր ժողովրդին թմբիրից եւ այս նոր նորմալը կանգնեցնել, որովհետեւ սա նորմալ չէ։ Մենք մեր ուժերի առավելագույնի չափով պետք է անենք մի բան. կանխենք Հայաստանի այս կործանարար ընթացքը։ Այժմ ամբիոնի մոտ եմ հրավիրում մեր կուսակցության հիմնադիր առաջնորդ, քաղաքական գործիչ, ում տեսլականի շուրջ արդեն 10 տարի համախմբված է մեր թիմը, պարոն Էդմոն Մարուքյանին։ Ողջույն, սիրելի ընկերներ, ես նախ ուզում եմ բոլորի շնորհավորել Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադրման 10-րդ տարեդարձի առիթով, որովհետև նաև բացի համագումարը սա նաև տոնական միջոցառում է, ուղիղ 10 տարի առաջ դեկտեմբերի 12-ին մենք այստեղ այս սրահում հիմնադրել ենք Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Ես հիշում եմ այն ժամանակ մեր ողջևորությունը, մեր նվիրումը եւ մեր վառվող աչքերը, որ մենք ուզում էինք Հայաստանի Հանրապետությունը փոխել դեպի լավը, դեպի դրականը։ Մենք խոսում էինք հիվանդ քաղաքական համակարգից, մենք պնդում էինք, որ բոլոր խնդիրները հիվանդ քաղաքական համակարգի արդյունք են։ Մենք պնդում էինք, որ քաղաքական համակարգի առողջացման արդյունքում
Անկամ եթե դուք առավոտյան տանից դուրս եկել եւ տեսել եք, որ ձեր բակում ինչ որ խնդիր կա, այդ խնդրից սկսված կլուծվի։ Երբ որ մարդկանց ասում էին, դուք եղեք քաղաքացիական ակտիվ, բայց քաղաքականությունից հեռու մնացեք, այդ տարիներն էր քաղաքացիական ակտիվիզմի։ Եվ մենք պնդում էինք, որ քաղաքացիական ակտիվիզմով չի առողջանա քաղաքական համակարգը, պետք է քաղաքական համակարգը առողջանա նոր քաղաքական մտքով, նոր քաղաքական մշակույթով, նոր քաղաքական գործիչներով։ Եվ մենք սկսեցինք մեր ճանապարհը։ Այո, երկրում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ փոփոխություններում Լուսավոր Հայաստան կուսակցությունը անմասն չի եղել։ Բոլորս սա լավ անգիր գիտենք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դուրս է եկել 100,000-ներով փողոց, որպեսզի փոխի հիվանդ քաղաքական համակարգը, որպեսզի առողջացնի այդ համակարգը, որպեսզի վերջապես դուրս գա այդ կոռուպցիա ասած արհավիրքից, որպեսզի վերջապես դուրս գա մի իրավիճակից, որ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ, գտնվող քաղաքացիական հասարակության կենտրոնում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կառուցի մի մոդելի պետություն, որը մենք միշտ կոչել ենք եվրոպական մոդելի պետություն։ Իր բարեփոխումներն իրականացնի, դատական համակարգ ունենա, ոստիկանություն ունենա, քննչական անկախ մարմիններ ունենա, գլխավոր դատախազություն ունենա, հզոր բանակ ունենա։ Եվ մենք պնդում էինք, որ հայ ժողովուրդը 80-ականների վերջում ուներ 3 նպատակ։ Սա մեր պնդումն ա եղել հիմնադրման ժամանակ։ Եվ ասում էինք, որ հայ ժողովուրդը 2 նպատակը իրականացրել է։ Առաջին նպատակը դա կամ երազանքը, 3 երազանքի պատմություններ սա մեր կամ 3 նպատակի։ Առաջինը նա էր, որ հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Այսինքն առաջին երազանքը տեղի ունեցավ։ Երկրորդ երազանքը վերջապես Արցախի ժողովրդին փրկեց էթնիկ զտումից, բռնաճնշումներից, իրենց ինքնությունը պաշտպանելու ճանապարհին կանգնեց նրանց կողքին եւ հաջողեց երկրորդ երազանքը։ Եվ երրորդ երազանքը, որ թե ինչպիսի պետություն պետք է մենք կառուցենք։ Եվ այդտեղ Լուսավոր Հայաստանն ասում էր, որ մենք հիմնադրում ենք կուսակցություն, որը պետք է ամեն ինչ անի, որ մենք կառուցենք առողջ քաղաքական համակարգով պետություն։ Այլապես այն 2 երազանքներին, որ հասել ենք, կկորցնենք դրանց։ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ կառուցել մեր ժողովուրդը, մենք բոլորս չկարողացանք կառուցել այդ առողջ համակարգը եւ երկրորդ երազանքը կորցրեցինք։ Այսօր Արցախը չկա։ Եվ Հայաստանում կան 100,000-ից ավելի փախստականներ։ Ինչ է տեղի ունենում։ Հիմա մենք մի process-ի մեջ ենք, որ վտանգված է առաջին երազանքը։ Այսինքն հայկական ազգային պետությունը կորցնելը։ Վերջին հաշվով ազգային պետությունների կոնցեպտը, որ կոնկրետ ազգերը հիմնել են պետություններ, 19-րդ դարի ավելի հաջողված փորձեր են դրանք եղել, դրանից առաջ էլ նույնպես, բայց այսօրվա մոդելը մոտավորապես 19-րդ դարից սկսած կարող ենք ասել։ Եվ հայ ազգը ունի պետություն։ Ճիշտ է, իր մեծ ամասնությամբ չի բնակվում այդ պետության մեջ, որը մեծ ցավ է, սրա մասին ենք խոսել, բայց հայ ազգը ունի պետություն։ Այսօր ինչ են անում։ Այսօր մեր դեմ մղում են հիբրիդային պատերազմ, եւ այդ պատերազմը հետեւյալի մասին է, որ մենք սկսում ենք մեր ճշմարտություններից հրաժարվել եւ վերցնել թշնամու ճշմարտությունները։ Հայկական ճշմարտությունները իրենց տեղը զիջում են թշնամու ճշմարտություններին։ Եվ ժամանակին ինձ մի պատմություն են պատմել, որ մի համալսարանում Ադրբեջանից մի մարդ է գալիս եւ ինչ որ դասախոսություն է կարդում եւ մեր հակամարտության վերաբերյալ ասում է մենք հասնելու ենք նրան, որ հայերը իրանք ասեն, որ մենք սխալ ենք։ Սա մենք հասնելու ենք նրան, որ հայերը իրանք սկսեն մեր նարատիվները իրանց բերանով կրկնել, պնդել մեր 20-30 տարվա քարոզածը, որը ոչ մի կերպ չենք կարողացել առաջ տանել, բայց մենք դրան հասնելու ենք, մենք դրան մոտ ենք։ Եթե չեմ սխալվում, 17 թվականին է դա եղել։ Այդ մարդը այսօր հայտնի է, այդ մարդը Ադրբեջանի նախագահի օգնականն է։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մեր եթերներում,
մեր շրջապատում, մեր մարդիկ սկսել են կրկնել այն թեզերը, որոնք որ դրվել են շրջանառության մեջ, հայկական ճշմարտությունների վերաբերյալ, որը հայկական ճշմարտություն ես հիմա եմ ասում, բայց դա համընդհանուր ճշմարտություն է։ Համաշխարհային գիտական միտքը հաստատել է, որ եղել է հայոց ցեղասպանություն։ Արդյոք հայոց ցեղասպանությունը հայկական ճշմարտություն է։ Ես կարծում եմ, որ ոչ։ Բայց դա մենք ենք պաշտպանել որպես ճշմարտություն։ Այսօր ինչ է կատարվում Հայաստանում, թշնամու կողմից հիբրիդային պատերազմի արդյունքում մենք մեր բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը։ 1.5 միլիոն մարդու անազգանունները փնտրենք, ինչ պայմաններում են զոհովի բան, ինչի համար է դա արվում, որ կասկածի տակ դրվի։ Համաշխարհային գիտական մտքի կողմից հաստատված փաստը եւ նաեւ համաշխարհային տարբեր օրենսդիր մարմինների կողմից հաստատված փաստը, պատմաբանների եւ վերջին հաշվով նաեւ այն պետության, որի տարածքում տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը, որովհետեւ հայոց ցեղասպանության մեջ մեղադրվողները նաեւ մահապատժի են դատապարտվել։ Հասկանում եք, մենք այսօր ինչ ենք քննարկում։ Հաջորդը Արցախյան շարժում։ Ինչի մասին է եղել Արցախյան շարժումը։ Մետրոպոլիան իր տարածքում ունեցող, ինքնավարություն ունեցող մի ազգի ճնշումը, որի արդյունքում ծնվում է այդ ազգի իրավունքը պաշտպանելու։ Ես սկսում եմ ինքը իր իրավունքը պաշտպանել, որպեսզի իր ինքնությունը պաշտպանի ինքը։ Ինչ է այսօր քննարկվում, որ դա թոգ է եղել։ Թոգ։ Եվ դա էլի թշնամու բանն է։ Ես կարող եմ ժամերով խոսալ, թե ինչ ձև է մեր ուղեղները, ինչ ձևերով են մեր ուղեղների վրա ազդում։ Մեր ժողովրդի դեմ ամենօրյա ռեժիմով հիբրիդային պատերազմ է գնում։ Հենց հիմա ինչ է տեղի ունենում հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Պարոն Խաչակյանը նշեց, արքեպիսկոպոսներ են KGB-ի բանտում նստած։ Ոնց կարող է Հայաստանը գնա դեպի եվրոպական մոդելի պետություն եւ ունենա KGB-ի բանտ։ KGB-ի բանտ ունի Հայաստանը։ Ես բոլոր այդ բանը եթերներում խոսացող գլուխները, ովքեր իբր արևմտամետ են կամ իբր եվրոպամետ են, նրանք ողջունում են KGB-ի բանտը։ Նրանք ողջունում են KGB-ի բանտում մարդկանց զնդանումը։ Շարունակեմ, այդ ինչա տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, որ ասենք, չգիտեմ, մի խումբ մարդիկ ոչ մի իրավասություն չունենալով պնդում են, որ պետք է օրինակ Հայաստանի հայ-առաքելական Սուրբ եկեղեցին իր ներսում ինչ որ բաներ անի։ Բարենորոգում անի, չգիտեմ։ Ես շատ եմ խոսել այս թեմաներով։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ այդ օրինակները։ Հայաստանի հայ-առաքելական եկեղեցին ինչի մասին է։ Դա հայ ժողովրդի ամենահին կազմակերպված ինստիտուցիոնալ ամենահզոր ցանցն է ամբողջ աշխարհով մեկ գործող։ Մի հզորագույն կառույց։ Հերթով փլուզելով հայ ժողովրդի ինստիտուտները հասել են այդ մի ինստիտուտին։ Եթե ձեզ թվում է, որ հայկական պետություն ունենալու, Հայաստանի Հանրապետություն ունենալու համար այդ ինստիտուտների քանդումը դա կարող է որևէ կերպ պահել մեր պետությունը, ես ձեզ ուզում եմ ասել, որ չխաբվեք ժողովուրդ։ Եվ այդ ամեն ինչը միտված է եւ ներքաղաքական խնդիրի լուծելու իմաստով, որտեղ ինչի եկեղեցականներն ինչ են ասել, քննադատել են, խոսք են ասել, ինչ հարցով են խոսք ասել, կա ասենց տահաս բան տարածված միտք, որ եկեղեցին մտավ քաղաքականություն, քաղաքականություն կարող է մտնել որևէ մեկը, եթե կուսակցություն կգրանցի, կուսակցությունով կմտնի քաղաքականություն։ Քաղաքականության միակ գործիքը, միակ խողովակը կուսակցությունն է։ Եկեղեցին չի մտել քաղաքականություն։ Ձեզ խաբում են։ Եկեղեցին խոսել է ազգային հարցերից։ Ինչու է մտահոգ եկեղեցին ազգային հարցերով, որտեվ իր ունեցած վանքերի 300-ից ավել վանքեր եւ եկեղեցիներ կորցրել է, որ դարերով իրար նեղ է, կորցրել է։ Իրավունք չունի խոսա դրա մասին։ Իրավունք չունի իր մշակութային ժառանգությունը պաշտպանելու։ Ունի։ Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այդ ժառանգությունը այսօր ոչնչացվում է։ Եկեղեցին այդ թեմով խոսում է, դժգոհ է։
Եվ դա վերագրվում է, որ դե քանի որ իրանք մտել են քաղաքականություն, դե իշխանությունները մտել է իրան մեջ ուզում է փոխի իրանց այնտեղ ուզում է ասի որ բանտեղ ոնց որ անառողջ բարքեր կան։ Մեկը տեսնում եք իրանք հիմնվում են ամեն անառողջ բարքերով մեզ հայտնի մարդկանց վրա։ Ես եկեղեցու մասին։ Եվ այսօր որ գալիս էի այստեղ, ես թեզեր էի առանձնացել, որ խոսեմ, որ զրուցենք իրար հետ։ Եվ այդ թեզերը մի քիչ ես փոխեցի։ Ինչու՞։ Որտեվ մեր վարչապետը այսօր կարճ տեսաուղերձեր ունեցել էլի, եւ պատմում էր այն մասին, որ ինքը ճանապարհային քարտեզ ունի, թե ոնց պետք է հանեն կաթողիկոսին գործող, որի դեմ պայքարում են Թուրքիայից, Ադրբեջանից, որպես ինստիտուտը ներկայացնող։ Եվ այնտեղ տեղապահը ոնց պետք է նշանակվի, բան ու ուշադրություն դարձրեցին ինչի վրա, ասում եմ ես Արտադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցված կանոնադրությունն եմ կարդում, սենց բան են գրել, չեն արել, դուք պատկերացնում եք ինչա կատարվում, գրել են, չեն արել, գրանցված թուղթ տա, եւ հետեւաբար պետք է ուրեմն ինքը հեռանա, նաեւ այդ պատճառով պետք է հեռանա։ Հիմա սիրելի գործընկերներ, ԶԼՄ-ներ, ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր ճանապարհային քարտեզը, Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 21 թվականին ընտրվել է, որ ընտրվել է խորհրդան են անցել իր ուժը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը, երրորդ ուժը բարիերի տակ է անցել խորհրդան։ Իսկ ժողովուրդը երկու ուժերի միջև ձայները բաշխել է եւ շուրջ 20% ձայն փոշիացել է։ Բայց որ ընտրվել է, ունեցել է կառավարության ծրագիր։ Կառավարության ծրագիրը խորհրդանում հաստատվել է։ Այն սահմանադրական մակարդակի նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Այդ կառավարության ծրագրում ինչ գրել է, չի արել։ Շեղվել է բոլոր կետերից։ Խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի կողմից հաստատած իր ծրագիրը։ Հետեւաբար ինչ պետք է տեղի ունենա։ Պետք է ինքը հեռանա։ Պետք է ինքը մի այլ ձևի հեռանա։ Ինքը չի հասկացել ինչ տեսանյութան նկարահանել առավոտյան եկեղեցու կանոնադրության մասին։ Եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության կանոնադրությունը այդ կազմակերպության ներսում իրանց հարաբերությունների մասին է։ Ընտրությունների միջոցով մանդատ ստացած քաղաքական գործչի տվյալ պարագայում իշխանության ղեկավարի գլխավոր փաստաթուղթը այն ծրագիրն է, որով նա ընտրվել է։ Բայց մեր սահմանությունն ինչ է ասում։ Այդ փաստաթուղթը հաստատում է ազգային ժողովը, դրա վերաբերյալ հետո զեկույցներ են ներկայացնում, հաշվետվություն են տալի օրենսդիր մարմնին։ Եվ ինչ գրելա չի արել։ Չի արել ժողովուրդ, եւ ես սա մասին ասեմ հրաժարական տալու օրը։ Չի արել։ Ինչ գրելա թարս է արել, ավելի վատ։ Հակառակն է արել, ավելի վատ։ Հետեւաբար ինչ է նշանակում, ինչ պետք է ինքը անի։ Պետք է հեռանա։ Ըստ իր տրամաբանության, եւ բնականաբար ըստ մեր տրամաբանության արդեն երկար ժամանակ։ Հիմա ո՞րն է այդ ճանապարհային քարտեզը, որ հեռանա։ Ասեմ, ուրեմն սպասվում են ընտրություններ։ Ես նախ ուզում եմ ձեզ կոչ անել, որ մենք բաց քվեարկությամբ, հիմա հանեմ իմ մանդատը, մենք բաց քվեարկությամբ քվեարկենք, որ առաջարկում եմ հարց եմ դնում քվեարկության, առաջարկում եմ լիազորել կուսակցության ղեկավարությանը սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորացված, ավելի ուժեղ բևեռներով հանդես գալու վերաբերյալ, սրա մասին երկար ժամանակ խոսում ենք, ընտրություններին մասնակցելու։ Եթե դուք լիազորեք հիմա, մենք այս համագումարից հետո սկսելու ենք այդ աշխատանքները։ Առաջարկիս ով է կողմ, խնդրում եմ քվեարկել։ Պահեք, կարող ենք արձանագրել, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Եվ ես հիմա ներկայացնեմ ճանապարհային քարտեզը, թե ոնց պետք է հեռացվի։ Շնորհակալություն, որ մեզ լիազորեցիք, այսինքն այս պահից սկսած մենք կարող ենք հայտարարել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը մասնակցելու է սպասվող ազգային ժողովի ընտրություններին։
Շնորհակալ եմ։ Ինչպես է մասնակցելու։ Մենք երկար ժամանակ է բացատրում ենք, բարձաբանում ենք, օրինակներ ենք բերում, որ գործող իշխանությունը ինչքան էլ իրան վստահ պահի եւ պահում է վստահ, տենց վստահություն կար մենք ենք ավելի շատ ձայն ենք տանելու եւ այդ վստահությունն ինչի համար է, որ ամեն մի քննիչ, ամեն մի դատավոր, ամեն մի պաշտոնյա իր որոշումը կայացնելիս իր մտքում մտածի, որ իրանք վերընտրվելու են եւ վախենա, այս մեկ։ Այն որոշումները, որ այսօր կայացվում են։ Որտեվ arczepiskopos կալանավորելը կամ 2 տարի դատելը տենց հեշտ գործ չի ժողովուրդ։ Միքայել Սրբազանը մի մարդ է, ով դատավճիռ ունի։ Շուրջ 7.5 տարի անցել է ժողովրդական փողոցներում ասում եմ, չէ, 100,000-ավոր մարդիկ էին։ Շարժումից, որ իրենց թալանողները դատվեն, իրենց նկատմամբ հանցագործություն անողները դատվեն։ 7.5 տարի անց ով է դատվել Միքայել Սրբազանը ոչ մի բան քրեորեն արգելված որևէ բան չանելու համար։ Ով է կալանքի տակ Սամվել Կարապետյանը, Էլի Սրբազանն էր, ոչ մի քրեական օրենսգրքով արգելված արարք չեն արել այդ մարդիկ։ Ապօրինի գտնում են բանտարկված։ Այսինքն թալանչիները են գողավազակները, ում անունները տալով, գորգորալով եկան իշխանության, այդ մարդիկ կյանքը վայելում են, բացարձակապես ուրիշ մարդիկ անմեղ գտնում են բանտերում։ Հետ գալով վստահությանը։ Ինչու են իրանք վստահ պահում, որ մարդիկ վախենան, որ մարդիկ մտածեն, որ աննար է իշխանությունը փոխել, հետեւաբար իմաստ չունի գնանք ընտրության։ Այսինքն առաջին ուղերձը հետեւյալն է, որ բոլոր տեղամասերում, որտեղ 50 գումարած 1 մասնակցություն ա լինում, իշխանությունը պարտվում է այդ ընտրությունը։ Իմացեք ժողովուրդ, որ տեղամաս 50%-ից ավել մասնակից մտավ, կապ չունի ում ընտրել։ Իշխանությունը պարտվում է։ Հաջորդ մեխանիզմ, այսինքն պետք է ամեն ինչ անենք համաժողովրդական մասնակցություն լինի ընտրություններին։ Հաջորդ մեխանիզմը ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն այն 21 թվականի իրենց այն մոտեցումները, որոնք կային։ Մենք 21 թվականին փորձել ենք խոշորացման քայլեր անել, մի 3-4 ուժի հանդիպեցինք, յուրաքանչյուրը 20-25% ձայն ուներ։ Գտնում էր, որ իմաստ չունի, որ խոշորանա։ Մենք գիտեինք, որ իմաստ ունի, բայց իրանք ասում են մենք մի 20% ձայն ունենք, իմաստ չունի։ Եվ վերջում շուրջ 20% ձայն փոշիացավ։ Խորհրդարան անցել 2 ուժ, երրորդ ուժը կրկնում են բարիերի տակ է մնացել։ Որպեսզի նույն սխալը չկրկնվի, սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ, մենք գտնում ենք, որ իշխանությունը իր ամբողջ արած ասֆալտներով, դպրոցաշինությամբ, մանկապարտեզաշինությամբ, խաղաղության վերաբերյալ միֆական խոսակցություններից, միջանցք տալով, որի դիմաց 5 տարվա նորաթոռ են ուզում ստանան, այս բոլոր բաների դիմաց մաքսիմում ունի 40% ձայն, այդ էլ այն դեպքում, եթե մասնակցությունը ցածր է, եթե շատ ցածր է, այդ 40%-ը աճում է, եթե շատ բարձր է, այդ 40%-ը նվազում է, հասկանում եք ինչ եմ ասում, մասնակցությունն եմ դեռ ասում։ Հետեւաբար հակառակ կողմում, ովքեր չեն ուզում, որ այս իշխանությունը մնա, որը խախտել է իր ծրագիրը խախտել է, հասկանում եք, իր ծրագիրը, որը խորհրդարան հաստատել է, խախտել է։ Այդ իշխանությունը փոխելու համար շուրջ 60% հակառակ քվեարկող մարդ կա։ Բա ո՞նց ալնի, որ իրանք տենց վստահ են, որ ուզում են մնան, ո՞նց պիտի մնան։ 60% իրանց դեմ է եւ ավել, եթե մասնակցության թիվը աճում է, էլի եմ ասում։ Հետեւաբար ընդդիմադիր դաշտում պետք է ձևավորվեն խոշոր բևեռներ։ Խոշոր բևեռներ։ Եվ ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բևեռներով։ Որքան խոշոր, այնքան լավ։ Որքան խոշոր, այնքան վախենալու, որ չկարողանան չգրանցել։ Դե հիմա նաև քննարկում են չգրանցել տարբեր ուժերի։ Սա է բանաձևը, սա է մեր ճանապարհային քարտեզը, այդ խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը ընտրությունների օրը պարտվում է։ Որ պարտվում է, խոշոր ուժերը հավաքվում են եւ ձևավորում են մի կառավարություն, որը ներկայացված կլինի այդ խոշոր ուժերից բաղկացած տարբեր առողջ միտք, հոգի, կամք, հայկական ինքնությունը պաշտպանող, բայց պրոֆեսիոնալ մասնագետների ձևավորված կառավարություն։ Եվ Հայաստանի Հանրապետության կործանման, արևմտյան ադրբեջանացման այդ արշավը այդ օրը կանգ առնում։ Սա շատ ախր կա մեկն ասի, բայց այդ ես մտածում եմ այդ բարդ բան պետք է ասի։ Չէ, ահա որ իմացեք, ամենաբարդ հարցերի պատասխանները ամենապարզն են։ Ահա որ պարզ է։ Շատ
հեշտ է դա անել։ Շատ պարզ։ Մնում է խելք, իմաստնություն, պարոն Խաչատրյանը խոսեց էգոյի մասին, այդ էգոն մի կողմ դնելու եւ այդ իմաստով մենք միշտ էլ ասել ենք։ Մենք ժամանակին, որ դաշինք էինք ձևավորում, հիշում եք ելք դաշինքի ձևավորման ժամանակ, մենք ասում ենք, մենք պատրաստ ենք լինել եւ առաջինը եւ վերջինը։ Այնպես ստացվեց, որ քվեարկությամբ ցուցակում առաջինը եղանք, բայց պատրաստ ենք լինել ցուցակի վերջերում էլ։ Հանուն ավելի բարձր, ավելի մեծ գաղափարների։ Հետեւաբար բոլորը պետք է իրենց ունեցած այդ էգոն դնեն մի կողմ եւ 2026 թվականին կանգնեցնեն այս շղթան։ Եթե 26 թվականին այդ շղթան չի կանգնում, ի՞նչ է լինում։ Մարդը պետք է այդ հարցը տա, այդ հարցին պատասխանի։ Դինքը չի գնում ընտրության, անտարբեր է, չի ուզում ոչ մի բան անի, կամ չի հավատում իր ուժերին։ 5 տարին մեկ կառավարման իրավունք հաստանում, չի ուզում այդ իրավունքը օգտագործի, չգիտեմ ինչի, կամ գիտեմ ինչի, ասեցի արդեն։ Ինչա տեղի ունենալու։ Հայաստանի Հանրապետության ռազմավարական ճանապարհները կորցնելու ենք։ Դրա մասին խոսում ենք շատ։ Հայաստանի Հանրապետության ազգային ինստիտուտների քանդումն ու վերացումը շարունակվելու է։ Հայաստանի Հանրապետությունը դարձնելու են թշնամի երկրներից եւ նրանց կամքից բխող, նրանց կամքով շարժվող մի հատ սուբյեկտի։ Մեր զինանշանն են փոխելու, որտեղ Արադ լեռը պետքա հանեն այդ զինանշանի վրայից։ Մեզ տանել են սահմանադրական հանրաքվեի, որտեղ մեզ ասելու են արեք են ինչ որ ասում է Ալիևը։ Այդ որ ասում եմ որ ժամանակին 17 թվին ասում են մենք կասենք դուք ինչ կանեք, այդ ժամանակ դուք կտեսնեք։ Այդ քայլերն են։ Եթե ուզում ենք մենք դա կանգնացնենք, միակ ճանապարհը դա խաղաղ, հանգիստ, մեկ քվեարկությունը տևում է մոտավորապես 30 վայրկյան։ 30 վայրկյան։ Դրանից ոչ մի բան չեն ուզելու, ժողովրդից ոչ մի բան չեն ուզելու քաղաքական ուժերը։ Գնալ ընտրական տեղամաս 30 վայրկյանում կատարել 5 տարին մեկ երկրի կառավարմանը քո մասնակցելու գործը, քո իրավունքը իրացնել։ Սրա մասին է այս ամբողջ խոսակցությունը։ Դե չէ հիմա կարամ նորից պատմեմ, թե ինչա կատարվում, որ թալանի դեմ պայքարողներն իրանք են դառնում թալանչի, կոռումպացված, ամեն օր մամուլում սկանդալներ, ամեն օր նյութեր, բանտերում մարդիկ մահանում են տասնյակ արդեն 23-րդ մահն արձանագրվել։ Անդադար, ոչ մի ոլորտ չկա, որ այդ ոլորտում դուք մտածում եք ինչ որ բան է, լավ է։ Ասֆալտեն արե, վստահեցնում եմ ձեզ 3 անգամ ավել կարելի է ասֆալտ անել։ Այդքան փող կա։ Բայց այդ փողն ինչ է արվում, անարդյունավետ ծախսվում է, տարբեր ռիսկային process-ներով անցնում։ Չեմ ուզում այս թեմաներով խոսել, որովհետև սրա մասին անդադար տարբեր հարցազրույցներում խոսում ենք։ Եվ այս ճանապարհային քարտեզը ներկայացնելով, նաև ձեր կողմից լիազորվելով, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս մեր 10-րդ տարեդարձի առիթով եւ պնդել, որ ելի ես տեսնում եմ վառվող աչքեր դալիճում, ելի ես տեսնում եմ այդ էներգիան, ես զգում եմ այդ էներգիան, այդ ինտուզիազմը, որ մարդիկ ուզում են փոփոխություններ։ Եվ ես վստահեցնում եմ, այդ փոփոխությունները գալու են։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Սիրով հայտարարում եմ հարց ու պատասխանի փուլը։ Բան Մարքյան հայտարարեցին կապնվող մասնակցելու եք ընտրություններին հնարավոր դաշինքների եւ հնարավոր քաղաքականային ուժերի հետ, որոնք վնասեցիկը համագործակցեք եւ որոնց հետ բացառում կտարապես համագործակցություն։ Ինչ չափորոշիչներ։ Գիտեք, այդ շատ հին բան հարց է, ինքը շատ չեմ ուզում ասել ծեծված հարցաբան, բայց մեծ հաշվով տեսեք բոլոր ուժերի հետ այնպես չի որ կարողանում են ձևավորել դաշինքներ։ Սա ակնհայտ է։ Բայց դաշտում մենք տեսնում ենք հնարավորություններ, որ իրար հարող ուժերը, ուշադիր, իրար հարող ուժերը որոշակի կոմպրոմիսներ գնալով տարատեսակ մոտեցումների իմաստով ծրագրային նկատի ունեմ, կարող են ձևավորել դաշինք։ Մենք
մի ուժ ենք, որը Հայաստանում ձևավորել է վերջին տարիների ամենահաջողակ դաշինքը։ Մենք գիտենք դա ոնց է արվում, ունենք այդ փորձը, քաղաքական մեր բովանդակությունը, որը մենք ամենօրյա ռեժիմով ստեղծում ենք, քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր կիսում են, մենք դա տեսնում ենք, որ կիսում են, որովհետև մենք խել ենք խոսում, իրենք են խոսում, մենք նայում ենք, չէ՞, մարդիկ ինչ են խոսում։ Եվ այդ եզրերը կան։ Բացառելու իմաստով կարող եմ վստահաբար ասել, որ բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք։ Մի անգամ ինձ վերջերս հարցրեցին, ասեցին, բայց ինչ որ հարց էլի նմանատիպ, ասեցին գործող իշխանության հետ ինչ կանեք, ասեցի մատաղուտելու էլ չենք գնա։ Այսինքն բացառելու մասով ես կարծում եմ դա է բացառված, սա էլ իր հիմքերը ունի, մենք ամեն ինչ փորձել ենք, ասեմ ձեզ, փորձել ենք գործընկեր որպես աշխատել իշխանության հետ, փորձել ենք դաշինքի մեջ աշխատել իշխանության հետ, փորձել ենք ներսից փոխել, դրսից փոխել, ազդել, վերջին հաշվով քաղաքականությունը ինչի մասին է, որոշումների կայացման գործընթացների վրա ազդելու մասին է։ Դու ինչքան ժողովուրդ ունես քո թիկունքին կանգնած, այնքան քո ազդելու հավանականությունը եւ ուժը մեծանում է։ Մենք տարբեր ժամանակներում մեր ազդեցության չափով փորձել ենք ազդել process-ների վրա։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այդ փուլը վաղուց շուրջ 2 տարի երևի ավարտված է եւ բացառելու իմաստով կարող եմ ֆիքսել բացառելը, մնացած ուժերից անիմաստ եմ համարում հիմա այտենց խոսել, բայց սա այս մեկը այն մեկը այն, որովհետեւ վերջին հաշվով մենք չգիտենք թե այդ քաղաքական միավորները ինչ ծրագրային կոնսենսուսների կարող են գնալ, այդ ամեն ինչը կլինի քննարկումներով։ Տեսեք, որ տարբեր ուժեր ասում են մենք միայնակ մասնակցելու ենք։ Լավ ինքնանպատակ է, դա Լուսավոր Հայաստանն էլ կարող է միայնակ մասնակցել։ Դա ինքնանպատակ է։ Այսինքն մասնակցենք միայնակ, թե փորձենք փոխել համակարգը, իշխանությունը փոխել։ Ես մի բանում վստահ կարող եմ ասել, մանդատի կռիվ մեր պարագայում չի լինելու։ Մենք 18 մանդատ վայր ենք դրել դուրս եկել խորհրդարանից։ Մենք որ ուզենայինք մանդատ պահենք, այդ 18 մանդատը վայր չենք դնի։ Մենք մեր ունեցած հնարավորություն պաշտոնը, լիազորություն ինչ որ մի փոքր ազդելու վայր ենք դրել դուրս ենք եկել։ Այսինքն մենք ունենք սկզբունքներ, մեր սկզբունքները ֆունդամենտալ նշանակություն ունեն։ Այսինքն եթե քաղաքական ուժեր կան, որ մտածում են ուզում են մասնակցեն, գնան մանդատ ունենան, այս իշխանության ժամանակ մանդատ ունենան, այդ մերը չի։ Այդ մերը չի։ Մենք ուզում ենք խոշոր գործողություն, խոշոր փոփոխություններին միտված գործողություն։ Մնացած մասով ես ուզում եմ որևէ ձևով այլևս այս հարցին չանդրադառնալ, քանի դեռ մենք չենք սկսել այդ մեր շփումները։ Մենք հստակ տեսնում ենք, որ իրար հարող ուժերը կարող են իրար միավորվել, բայց հիմա անուններ տալ ես սխալ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Երեք Գելափը հրապարակեց իր հարցումները, դուք երրորդ հորիզոնականն եք զբաղեցնում քաղաքական գործիչների ճանաչել իմանալու առումով, բայց մարդիկ, ովքեր ճանաչում եւ իմանում են, ձեր գործունեությանը հավանություն չեն տվել ըստ Գելափի հարցումների, դուք զբաղեցնում եք, եթե չեմ սխալվում, 10-րդ տեղը, իսկ Լուսավոր Հայաստանը հարցին, որ ուղղված էր, հարցվածներին, եթե ընտրությունները լինեին առաջի կիրակի ու կքվեարկեիք, դուք, եթե չեմ սխալվում, եք ամբողջ 2% էիք ձայն հավաքել։ Չեք կարծում նախ ինչպես եք վերաբերում այս հարցումների եւ երկրորդը չեք կարծում, որ հարցվածները, որոնք հավանություն չեն տվել ձեր գործունեությանը, դրա հիմքում նաեւ այն է, որ դուք համագործակցել եք գործող իշխանության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մեր ժողովրդի 86%-ը գործող իշխանությանը ձայն է տվել։ Այսօր ընդդիմադիր դաշտի երևի ներկապնակի 80%-ը գործող իշխանության հետ որևէ ձևի առնչվել է։ Հետաբար ես այդտեղ բացարձակապես խնդիր չեմ տեսնում, այսինքն մարդ, որը օրինակ չգիտեմ 18 թվին ինձ քննադատել է, որ Գյումրիից չեմ քայլում եւ անգամ վիրավորանքներ է հասցրել, հիմա էլ այսօր ասում է դու քեզ Նիկոլի հետ աշխատել, օրինակ։ Ասենք հիմա այդ մարդու հետ ինչ անենք։ Կան նաեւ այդ ձևի մարդիկ, նորմալ է։ Բայց ես ուզում եմ ասել, որ դուք այդ հարցումը որ նայեք, կտեսնեք, որ
ճանաչողությամբ, եթե 3-րդ տեղում եմ, ըստ այդ հարցման։ Դե բազմաթիվ հարցումներ կան, չէ՞։ Ճանաչողությունս, եթե չեմ սխալվում, 84% էր։ Միանշանակ դրական վերաբերմունք կար 10%-ից բարձր։ Դա ինչ է նշանակում։ Որ եթե ես որևէ տեղ լինեմ, իմ թիմի հետ լինեմ, կարող եմ նաև առանձին մասնակցել, չէ՞, եւ փորձել այդ 10%-ը տանել։ Ես իմ թիմով։ Այսինքն ես ունեմ 84% ճանաչվածության մեջ 10% դրական բան, միանշանակ հաստատում։ Սա approval rating-ը նշանակում։ Մարդ կա, որ ունի, ասենք, 10% ճանաչողություն, եւ այդ 10%-ի մեջ, օրինակ, իրան 57%-ն է դրական ճանաչում։ Բայց որ իրան դնենք 84-ի մեջ, այդ մարդը բնականաբար ինձանից շատ հեռու կլինի։ Ինչ վերաբերում է Լուսավոր Հայաստանի որպես brand rating-ին։ Լուսավոր Հայաստան brand-ը Հայաստանի Հանրապետության ամենաճանաչված կուսակցություններից է։ Այն ինստիտուցիոնալ ուժ է, այն եվրոպական ALDE Եվրոպական միության պարլամենտում, եթե չեմ սխալվում, երրորդ ուժի անդամ է, եւ մեր միջազգային կապերը մենք միշտ ծառայեցրել ենք մեր պետությունը պաշտպանելու համար։ Էսի միջալուց, բայց կուսակցությունով որպես այդպիսին մենք շուրջ 3 տարի ոչ մի արշավի մեջ չենք մտել։ Մենք վերցրել ենք որոշակի ընդմիջում, որ պարլամենտին պատրաստվենք եւ պարլամենտի ժամանակ որոշենք մասնակցում ենք թե չէ։ Հետեւաբար, եթե դուք հարցում եք անում օրինակ կուսակցության բրենդը ճանաչողությունը բարձր է, բայց գործողություն, գործունեություն կուսակցական պետքա շատ լինի, չէ, շատ միջոցառումներ լինի, որ մարդը անդադ տեսնի։ Բայց շատ ավելի շատ տեսնում է կուսակցության լիդերներին, ինձ, Դավիթ Խաչակյանին, Գևորգ Գորգիսյանին, մյուսներին, ուզեմ ասեմ, միշտ մարդ բրենդը իրարից տարբերվում են։ Հարցումներին նորմալ են վերաբերվում։ Կլինեն քաղաքական միավորներ, ովքեր կսկսեն ընտրաշավը կամ ընտրապայքարը 7-8%-անոց ձայներով, վերջում կավարտեն 1%-ով։ Կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կսկսեն ընտրապայքարը 1-2%-ով, վերջում կավարտեն 7-8%-ով։ Դրանք տեխնոլոգիաներ են ընտրական, որը մենք շատ լավ գիտենք ոնց անենք։ Բայց ելի եմ ասում ես ձեզ։ Նայեք, եթե մենք ունենք 1.5%, չէ, մենք կարող ենք ձգտել գնալ 4-ը տանել։ 4-ա բարիերը, ճիշտ է։ Գնանք մեր 1.5-ին փորձենք եւս 2.5 ավելացնել։ Վստահ եմ կհաջողվի։ Բայց գնանք դա տանենք, որ ինչ անենք։ Գնանք խորհրդարան, հա, որտեղ մանդատները դրել են գնացել։ Գնանք այդ խորհրդարան։ Մենք ուզում ենք ուրիշ խորհրդարան, որը նշանակում է ուրիշ իշխանություն։ Բնականաբար հա կարող ենք շատ լավ ընդդիմություն լինել, եղել ենք, բայց մենք ուզում ենք փոփոխություններ։ Մենք չենք ուզում մեր 5 հոգու համար մանդատներ։ Մենք ուզում ենք փոփոխություններ։ Դրա համար եմ ասում, որ մենք հիմա չպետք է նայենք այդ իմաստով, որ Լեմյուսներ էլի Լուսավոր Հայաստանի մասին։ Հենց հիմա ուժ կա, որ ասենք կարող արդեն $1 միլիոն փողա ծախսել վերջի տարուկեսվա մեջ։ Այդ հարցման մեջ անունն է չկա։ Մենք ոչ այդ փողը ծախսել ենք, ոչ այդ դրան կարանք մոտենանք որևէ ձևի։ Ուզեմ ասեմ, ված չի մեկնարկային տվյալները։ Ես մի հավելում կուզեի Խնդրեմ։ հետ կապված, պարոն Խաչակյան։ Ուրեմն ձեր հնչեցրած թիվը 5 գրադացիաներից մեկն էր, առաջինն էր եւ այդ իմաստով, չգիտեմ, միայն մեկը վերցրել եք, ասում եք 10-րդն է, երկրորդը ավելի շուտ հավանություն եմ տալիս, հա, առաջինը լիովին հավանություն եմ տալիս եւ ավելի շուտ հավանություն եմ տալիս։ Լիովին մենք մեր գործունեությանը հավանություն չենք տալիս, այդ նարցիսիզմ կլիներ, որովհետև միշտ ինչ որ խնդիրներ լինում են։ Իսկ եթե վերցնենք ավելի շուտ հավանություն եմ տալիս Էդմոն Մարուքյանի գործակցին 22.5%, այդ ցուցակի գելափի արդյունքների ամենաբարձր ցուցանիշն է, որ ավելի շուտ հավանություն եմ տալիս։ Եվ գումարային 32.9%։ Ես կարծում եմ, որ 15-16 տարվա գործունեության գործչի համար սա հսկայական թիվ է եւ ելի եմ ուզում ասել, որ ավելի շուտ հավանություն եմ տալիս ցուցանիշի մեջ 22.5%-ը ամենաբարձր ցուցանիշն է։ Ուստի ես էլ այս առումով կարծում եմ, որ մեկնարկային տվյալները բավականին բարեհաջող են։ Դավիթը ավելի լավ էր նայել այդ հարցումը, փաստորեն, բայց ինչ եմ ուզում ասեմ։ Ժողովուրդ ջան, գտեք քաղաքական գործիչ, ով որ մեր քաղաքական անառողջ համակարգում շուրջ 13 տարի, ես 12 թվականին եմ ընտրվել պատգամավոր։ Հա, շուրջ 13 տարի կարողացել է մնալ եւ
չընկրկել։ Ու հետո ստուգ եք տեսեք հələ, քաղաքականության մեջ մարդը զբաղվում է, աշխատում է, գործում է։ Հիմա ցանկացած նա քաղաքականության մեջ նոր մարդ, որ նոր է մտնում, բայց ապա քաղաքական կարող է մարդ է։ Հնարավոր է շատ կարճ ասենք բոլորիցս լավ ռեյտինգ ունենա։ Բայց հենց մի քիչ սկսի քայլեր անել, դուք հետո կստուգեք։ Հետո թող 3 տարի անցնի, մի հատ ստուգեք, հետո 5 տարի անցնի։ Ուզեմ ասեմ, սրանք վերջին հաշվով որևէ իմաստով արգելք չեն ընդդիմադիր 60% ձայները կապիտալիզացնելու եւ Նիկոլ Փաշինյանին ուղարկելու թոշակի։ Մեզ սպասում է ծննդյան տորտ, բայց մենք ժամանակ ունենք, եթե հարցեր կա։ Եթե կարելի է մի հարց էլ։ Անպայման, հա։ Հնարավոր է դուք համագործակցեք Հանրապետություն կուսակցության հետ, որտեղ նման համագործակցություն արդեն եղել է։ Իհարկե այն ժամանակ 3 ուժերով էիք, բայց այնուամենայնիվ։ Երբ որ մենք ասացինք, որ բացառում ենք ԿՊ-ի հետ համագործակցությունը, դրա մեջ բնականաբար նաև մտնում են այն ուժերը, ովքեր կան, գործում են, բայց պաշտպանում են իշխանության գիծը։ Այո, մենք ունեցել ենք համագործակցություն, շատ լավ հարաբերություններ, ես կասեի, շատ լավ հարաբերություններ բոլոր մեզ հետ կամ մենք իրանց հետ համագործակցած ուժերի հետ, ոչ մի վարքյան չենք փոշմանել ելքը հիմնադրելու այն ժամանակ գործելու իմաստով, բայց մեր ճանապարհները առանձնացել են, այդտեղ ընդհանրապես քննարկման բան չկա, մեր նաև հրապարակային մենք իրար արդեն արձագանքել ենք տարբեր առիթներով։ Այսինքն հերթով կարող եք դուք կանոնները տալ այն ուժերը, որոնք որ, բայց այդ ուժերը մեծ հաշվով պաշտպանում են կոնկրետ իշխանության, այս իշխանության օրակարգը եւ այդ իմաստով բացառում ենք։ Շնորհակալ եմ։ Մեկ էլ ասեք էլի որտեղից եք։ 24 News 3 հարց ունեմ, միանգամից տամ թե հերթ։ Ես հա տվեք։ Առաջին հարցը ինչ սխալներ է անում այսօր ընդդիմությունը ըստ ձեզ։ Երկրորդ հարցը ձեր քաղաքական կարիերայում ձեր հատկապես որ որոշման համար եք ամենաշատը ափսոսում, եւ երրորդ հարցը վերջերս Միասնության TV կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես նշեց, որ նախկին նախագահները իրենց դեմքով չպետք է մասնակցեն այս ընտրություններին, դուք ինչ կարծիք ունեք այդ հայտարարության հետ կապված։ Գիտեք, ես հետևյալ կերպ կարձագանքեմ, 2021 թվականն էր, խորհրդարանը, մենք վայր ենք դրել մանդատներն արդեն, լուծարման գործընթացը սկսվել էր, ես ամբիոնից մի հատ ելույթ ունեցա, ելույթը շատ հայտնի ելույթ է, կա, եւ ասացի, որ ես դիմում եմ պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ խնդրում եմ, առաջարկում եմ, որ չմասնակցեն այս ընտրություններին։ Իսկ որ եթե մասնակցեն, Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է։ Ախպոր պես չմասնակցեք։ Դա 21 թիվն էր։ Հիմա անցել է քանի տարի, 4 տարի Արման Թաթոյանը հիմա հայտարարել է։ Ուղիղ 1 տարի առաջ դրա մասին էլի եմ խոսել եւ Միքայել Սրբազանն է խոսել, որ հիմա KGB-ի բանտում զնդանված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ դրա մասին էլի խոսել ենք։ Բայց մենք վերջին շրջանում արդեն մի տարի կլինի, այդ հարցը չենք բարձրաձայնում։ Ինչու՞։ Որովհետև երբ որ ես մի բան ասում եմ 21 թվին եւ դա ակտուալ է 21 թվին, դա ակտուալ չի 26 թվին, հա։ Այսինքն մի բան որ 21 թվին ասել եմ, կարող շատերն են հավանել դա, բայց չի եղել։ Այլևս 26 թվականին դա անիրագործելի է։ Բացատրեմ թե ինչու։ Հիմա մենք ունենք երկրորդ նախագահի հայտարարությունը, որ իրենք մասնակցելու են, ճիշտ է։ Մարդիկ ժողով են արել, չգիտեմ, ինչ որ նիստ են արել կարող է, եւ որոշել են, որ իրանք մասնակցելու են։ Ես մինչեւ այդ նաեւ այլ առաջարկություն եմ արել, որ լավ կլինի, որ ինքը չմասնակցի, իրենց թիմից այլ մարդ մասնակցի։ Բայց հիմա իրենց որոշումներն են, մենք չենք կարող միջամտել, խառնվել, բան։ Կարանք ասենք խորհուրդ տանք, դա էլ հրապարակային, մենք անձնական շփում չունենք, չեմ ճանաչում ես երկրորդ նախագահային անձամբ։ Եվ իրանք ասում են, չէ, մենք մասնակցելու ենք։ Դա ի՞նչ է նշանակում։ Մենք ունենք ուսումնասիրություններ դաշտի, որ իրենք ունեն որոշակի թվով ձայներ։ Այդ թող իրանք իրենց որոշակի թվով ձայները տանեն։ Թող տանեն։ Սա 21 թիվը չի։ 21 թվականին, այն ինչ որ ես ասում էի, լեգիտիմ էր, որ չմասնակցեին, լրիվ ուրիշ արդյունք ենք ունենալու։ Բայց եղել է, տեղի է ունեցել հիմա, հետա։ Հիմա
իշխանությունը ընտրվելու մի շանս ունի, որ բոլոր ընդդիմադիր ուժերը մի 30 ուժ առանձին գրանցվեն, իշխանությունը ընտրվում է։ Այդ միակ շանսն ունի, մեկ էլ որ քիչ մարդ գնա տեղամաս։ Հիմա եթե երկրորդ նախագահը իրան հարող ուժերը, բնականաբար մենք իրանց հարող ուժ չենք, չէ՞, մենք հարող ուժ չենք։ Համախմբում է իր շուրջը, թող համախմբի այդ ձայնը տանի։ Նորմալ, թող տանի։ Որովհետև 21 թվականին ինչ որ ասել եմ, հիմա ակտուալ չի, բացարձակապես։ Մյուս հարցը, առաջի հարցը ինչ սխալներ են անում ընդդիմադիրները։ Ընդդիմադիր դաշտում մենք ունենք երկու խնդրեմ, որը ես կոչեի այսպես. մեծամտություն եւ մանկամտություն։ Այսինքն մի ծայրում գտնում է մանկամտությունը, մյուս ծայրում մեծամտությունը։ Մեզ պետքա ոսկե միջինը։ Այստեղ մանկամտությունից գալիս ենք ավելի լրջություն, մեծամտությունից իջնում ենք մի քիչ adekvatություն։ Մարդիկ կան օթերում են, պետք է իջացնել ներքև ինչքան հնարավոր է։ Մարդիկ եկան զբաղված են, ասենք, չգիտեմ, օդը ցնցելու արդյունքում ոչ մի բան չի լինելու։ Հետեւաբար այդ խնդիրը շատ լուծելի խնդիր է։ Բոլորս էլ կարող ենք ինչ-որ իրավիճակներում տարբեր ձևերով տեսնել, բայց որ նստենք, խոսենք, իրար փորձենք փաստերով համոզել, ես վստահ եմ ինձ հետ նստած սեղանի մյուս կողմում նստած ցանկացած մարդու կհամոզեմ իմ ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Չի կարող որևէ բան անել այդ մարդը։ Իսկ ես չունեմ նենց պնդում, որ ինձ հակառակը համոզեն։ Ես չեմ ասում համախմբվեք, եկեք ես ձեզ առաջնորդեմ։ Ես չեմ ասում բանը, մենք հեսա կեթանք մենակով կփոխենք իշխանությունը։ Մենք նման պնդումներ չենք անում, որովհետև 10 տարիա քաղաքականության մեջ ենք, գիտենք քաղաքականությունն ինչ է։ Մարդիկ կան մտնում են քաղաքականություն, նայում ես քաղաքական գործիչ չի։ Մտածում ես, լավ, կարող է ուզում դառնա։ Մի քիչ անցնում է, ափսոսանք ես զգում։ Ինչու՞, որովհետև հասկանում ես, որ չի էլ դառնալու։ Հասկանում եք։ Հիմա տենց իրավիճակներ կան։ Ինչի համար ենք մենք ափսոսում։ Մյուս հարցը դա էր։ Ժողովուրդ, նայեք, ես միշտ ափսոսում եմ չարած բաների համար։ Որպես մարդ։ Որ հիշենք ինչեր չենք արել, չգիտեմ, մտածելու բան է, բայց երբ որ մենք մնացինք չանցանք խորհրդարան, եւ մեր նման բոլոր ուժերը, մեր մեջտեղի հատվածի բոլոր ուժերը, մենք բավականին ռեֆլեքսիայի ժամանակաշրջան ենք անցել։ Եվ այդ ռեֆլեքսիայի ժամանակաշրջանում բավականին քննարկումներ ենք ունեցել, իրար մեղադրել, վիճել, այսինքն կարող է ունենանք սխալ հաշվարկներ։ Օրինակ ես ափսոսում եմ 21 թվականի մեր քարոզարշավի համար, որովհետև մենք այսօրվա չափ իմաստուն չէինք, մենք այսօրվա չափ չէինք իմաստնացած, եւ մենք մի արշավ էինք իրականացնում, որը վերաբերվում էր համերաշխությանը, համախմբմանը եւ մեր երկիրը այդ ծանր վիճակից համերաշխությամբ եւ համախմբմամբ դուրս բերելուն։ Մի պայմաններում, որ ժողովուրդը բաժանված էր երկու բևեռի։ Մի բևեռը ուզում էր այն մյուս բևեռին ոչնչացնեն, այն մյուս բևեռը ուզում էր այս մյուս բևեռին ոչնչացնեն։ Եվ չէ, մեջտեղում լուսավոր Հայաստանը մտել էր, ասում էր դուք պետքա միավորվեք, համախմբվեք, իրար հետ աշխատեք, փորձեք այս երկիրը հանեք այս վիճակից եւ հասկացանք, որ այս երկիրը այս վիճակից հանելու օրակարգ ոչ նրանք ունեն, ոչ նրանք։ Ու չեղավ։ Բայց մինչեւ հասկացանք ուշ էր։ Ուզում ասեմ, այդ իմաստնությունն էլ ժամանակի հետ է գալիս, փորձի հետ է գալիս եւ ամեն մի ձախողում քեզ հնարավորություն է տալիս դու մտածես եւ ոտքի կանգնես։ Դա եղել է ձախողում, ես կարծում եմ, եւ այդ ձախողումը օթից չի եղել։ Եղել է մեր լավ նպատակներից։ Այսինքն մենք լավ նպատակ ենք դրել առանց ուսումնասիրելու մեր ժողովրդի այդ պահին ունեցած մոտեցումն է։ Մենք մտածել ենք, որ կարողանանք լավ նպատակը դնել եւ բոլորին համախմբել դրա շուրջ։ Բայց ունեցել ենք փոքր ռեսուրսներ բոլորին համոզելու իմաստով։ Եվ մեր ձայնը ես ձեզ ասեմ չի լսվել։ Շատերը չեն էլ երևի իմացել, որ մենք այդ ուզում ենք անենք։ Շատերը իմացել են, որ այս մի մասը չագուչով ուզում է գա, նրանց գլխին խփի, թալանը հետ բերի, ես ինչ անի, դատի, բանտարկի, կեղեքի, ունեզրկի, բոթասներ բերի, չգիտեմ, վերջը, ինչ ա եղել։ Այս մյուս մասն էլ ուզում է որ դավաճաններին, հողատուներին, բաներին, չգիտեմ, կախի։ Այդ երկու օրակարգն ա եղել 21 թվականին։ Ով չի հիշում, հիշացնեմ։
մեր այդ օրակարգի մեջ մենք բացարձակապես կապ չենք ունեցել այդ օրակարգի հետ, հիմա 15000 ձայն ենք տարի մոտավորապես կամ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, դա էլ է փորձ կարծում եմ եւ հիմա ափսոսում ենք, որ այդ նպատակը դրել ենք։ Ես մտածում եմ, որ երևի չէ, ինչու, որովհետեւ լավ բան ենք ուզեցի անենք։ Քիչ ռեսուրս ենք ունեցել, ձայնը տեղ չի ասել, հիմա ինչ անենք։ Շատ լավ։ Ափսոսում ենք, որ դաշտը լավ չենք ուսումնասիրել։ Միանշանակ այո։ Այսօր չկա բան, որ մենք կանխատեսենք չլինի։ Չկա։ Այդ 21-ից առաջ էլ կանխատեսած է եղել է։ Բայց մենք այդ կանխատեսելով հանդերձ մտնում ենք այդ process-ի մեջ ու անում ուրիշ բան։ Վեմի եղել է։ Շնորհակալ եմ, ես լավ ռեֆլեքսիա արեցի։ Ես էլ մտածեցի դրա շուրջ։ Եվս մեկ անգամ։ Պարոն Խաչակյանը խոսեց, որ ժողովրդի ներկայիս թմբիրային վիճակից դուրս գալու համար միավորող գաղափար է հարկավոր։ Որտեղ եք դուք տեսնում կամ ինչն եք դուք տեսնում այդ միավորող գաղափարը։ Շնորհակալություն։ Ես պատասխանեմ թե Խաչակյանը։ Էական չի։ Ես պատասխանեմ Խաչակյանը կշարունակի կարծում եմ։ Ժողովուրդ ջան, մենք ունենք հիմա ամենակարևոր միավորող գաղափարը։ Այդ միավորող գաղափարը ես կարծում եմ մեր ազգային ինքնությունը պաշտպանելն է։ Մեր ազգային ինքնությունը խորը արմատներով կապված է մեր պետականության հետ։ Մեր ժողովրդի շուրջ 200 տարվա պատմությունը ամփոփված է այս պետականության մեջ։ Դրա մեջ ամեն ինչ կա, բայց ասում եմ 200 տարվա պատմություն վերջի ամփոփված է այս պետության մեջ։ Խորհրդային Հայաստանը կա դրա մեջ, առաջին հանրապետությունը կա դրա մեջ, դրանից առաջվա ժամանակաշրջանը կա դրա մեջ, դե պարզա վերջին 35 տարին կա դրա մեջ։ Բայց մեր ազգային ինքնությունը հիմա հիբրիդային պատերազմի միջոցով վտանգի տակ է դրված։ Ես կարծում եմ դրանից ավելի բարձր էմոցիոնալ, կարևոր, ֆունդամենտալ բան չկա, որի համար բոլորը պետքա ոտքի կանգնեն ու դա պաշտպանեն։ Հա մենք կարանք ասենք ժողովուրդ ջան, մենք գանք իշխանության։ Մենակ ես սիրում եմ լողի եմ լողում եմ էլի ես։ 3 ձևերով է լավ լողում եմ։ Մենք կկառուցենք բազմաթիվ լողավազաններ։ Ձեզ լողավազաններ են պետք։ Տեսեք, մեկի մեջքը սենց է, մեկ ուզում ասես բոյով կանգնի, լավ լողա։ Վերջին հաշվով մեր ազգը, մենք ծով չունենք։ Մեզ լողավազաններ, ես վստահ եմ, որ մեզ պետք են լողավազաններ ու շատ։ Բայց եթե մենք լողավազանների վրա կենտրոնանանք, վերջում պարզվի, որ այդ լողավազանները մենք չենք օգտագործում, այլ ադրբեջանցիները կամ չգիտեմ ուրիշ մեզ կոտորած ազգերից։ Մենք այդ լողավազաններն ինչ ենք անելու։ Ինչի մասին է այդ լողավազանը։ Այսինքն մի հատ ինքդ քեզ պաշտպանի դու մնա որպես դու։ Քո զինանշանը պաշտպանի, հետո ասֆալտ կանեք։ Ասֆալտ, հիմա դիրեք, չէ՞ ինչ է ասֆալտը։ Սա է, ես կարծում եմ, միավորող բանը մեր պետությունը պաշտպանելն է։ Իսկ մեր պետությունը, ես էլ եմ ասում, անմիջականորեն կապված է մեր ինքնության հետ եւ մեր ինքնությունը մեր պետության հետ։ Դա ասենց փոխադարձ մի հատ process է, որ մենք ուղակի իրավունք չունենք կորցնել 700 տարվա անցած ճանապարհով պետականությունները կորցնելով, վերականգնելով եւ հիմա նորից այդ վտանգի առաջ կանգնենք։ Այս գազան վայրենի ոչ բարեկամական տարածաշրջանում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես կշարունակեի պարոն Մարուքյանի միտքը ազգային արժեքների հետ կապված եւ իմ ընկալումը հետեւյալն է. Հայաստանը անկախացել է, երրորդ հանրապետությունը դարձել է անկախ 3 հիմնական սյուների վրա. Հայաստան, Արցախ, Սփյուռք, որը մեր մարդկային ռեսուրսի ամենանշանակալի մասն էր։ Անկախ Հայաստան, Արցախ իր կարգավիճակային եւ ամտանգային խնդիրներով եւ Սփյուռք, որը թեև ձևավորվում էր նաև 90-ականներին, բայց ավելի վաղ ժամանակահատվածից, ցեղասպանության տարիներից, այսինքն դա կայացած փաստ էր եւ այդ մարդիկ երջանիկ էին, որ Հայաստանը մի պետություն, որը ներկայացնում է իրենց ազգը, անկախացել է։ Այս 3 հենասյուներից հիմա հարաբերականորեն մնացել է մեկը, ինչու, որովհետեւ Սփյուռքը պառակտվել է, Արցախը որոշ իմաստով կորսվել, Հայաստանն էլ իր ներսում այդ արժեքային ամբողջ
իր մեջի հենասյուներն է հիմա քանդելով գնում, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասին արդեն խոսվեց։ Ես կարծում եմ, որ մենք նոր բան չենք կարող հնարել եւ չենք կարող փնտրել, եւ Արցախի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք պետք է վառ պահենք մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը, եւ սա ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, սա նաեւ բարոյական դիրքորոշում է։ Մենք սրանից հրաժարվելու իրավունք չունենք։ Սա պատերազմի հրձիգություն չի, դեպի պատերազմը տանող խոսույթ չի, ոչ ամբողջ աշխարհը Կոսովոն ճանաչել է, Սերբիան չի ճանաչել, Սերբիան իր սահմանադրությամբ շարունակում է պնդել, որ Կոսովոն իր տարածքային ամբողջականության մաս է։ Ինչ որ մեկը Սերբիային ասում է, որ դու պատերազմ ես հրահրում Կոսովոյի դեմ եւ դուրս մղում, հա, այսպես միջազգային հանրությունից, ոչ։ Դուք պատկերացնում եք Սերբիան որևէ գործիչ ասի, դե լավ ժողովուրդ, եկեք մի կողմ դնենք մեր ազգային իղձերը, պատկերացումները եւ ասենք լավ այդ մի կտորն էլ փոկվեց։ Ոչ եւ բնավ ոչ։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, որ մենք պետք է այս 3 հենասյուները ամուր պահպանենք, Հայաստանի Հանրապետությունը, վերջապես վերամիավորենք Սփյուռքը, որովհետեւ Սփյուռքն էլ դարձել է մեր ներքին բևեռացված հասարակության հայելային պատկերը, ինչը շատ վատ է, եւ միայն այդ 3 հենասյուների հիման վրա ես տեսնում եմ մեր պետականության զարգացումը, որովհետև որ պահին մենք մի կողմ դնենք Արցախի հարցը վերադարձի իմաստով, մի կողմ դնենք, ինչպես պարոն Մարուքյանը ասեց, որ մեր ստրատեգիական ճանապարհներն են զիջվելու եւ համարենք, որ մենք չունենք ազգային շահ, պետական շահ, այլ մեր խնդիրը բանակցությունների ընթացքը ապահովելն է, կարևորը ընտրությունները հաջող անցնեն, ոչինչ չի ստացվի։ Դրա համար ես կարծում եմ, որ այս process-ի ռևերսն է մեր խնդիրը եւ միավորում հենց այս օրակարգի շուրջ։ Շնորհակալություն։ Հարցում։ Ազատություն ռադիոկայանը։ Միասած չի։ Պարոն Մարուքյան, դուք խոսեցիք համագործակցության մասին, ըստ էության նշեցիք, որ նախընտրական փուլում իրար հարող ուժերը պետք է միավորվեն, նշեցիք, որ Ռոբերտ Քոչարյանին օրինակ հարող ուժ Լուսավոր Հայաստանին չեք համարում, եթե ես իհարկե ճիշտ եմ ձեզ մեջ բերում, եթե ոչ կխնդրեմ ուղղեք ինձ, եթե նախընտրական փուլում օրինակ խոսում եք խոշորացված այսպես բևեռներով ընտրությանը գնալու մասին, այս հայտարարությունը նախապես անելը ինչ նպատակ ուներ եւ հետընտրական փուլում ես կուզեի դուք խոսեիք հնարավոր կոալիցիաների եւ հնարավոր քաղաքական ուժերի մասին, որոնց հետ բացառում եք այս պահին։ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի մասին հայտարարեցիք։ Կան էլի ուժեր, օրինակ նույն Հայաստան դաշինքը այս պահին, չգիտեմ հետո ինչ անունով կլինի, նկատի ունեմ այն ուժը, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի եւ Սերժ Սարգսյանը։ Այս ուժերի հետ հետընտրական փուլում համագործակցության եզրեր տեսնում եք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, ես հարցին անդրադարձա մեծ հաշվով եւ ասեցի, այո դուք ճիշտ եք վերարտադրում պատասխանը, այն իմաստով, որ մենք դաշտը գիտենք, չէ՞, մեր քաղաքական։ Հիմա այդ քաղաքական դաշտը իմանալով գիտակցելով մենք գիտենք, որ ուժերն են հարում, որ ուժերն չեն, մենք չենք հարում, բնականաբար չենք հարում, չունենք, անգամ ասացի անձամբ ծանոթ չենք։ Բայց ես տեսնում եմ ուժեր, որոնք հարում են, բայց չեն միավորվել իրանց մասով, կարող են միավորվել։ Ինչ վերաբերում է հետընտրական։ Ուրեմն, քանի որ ես չգիտեմ այս պահին, մենք երբ որ կլինենք գրանցված ընտրական process-ում ուժ, եթե կլինենք դաշինք, ես ձեր այդ հարցին կպատասխանեմ։ Կլինենք Լուսավոր Հայաստան առանձին մասնակցող, ելի այդ հարցին կպատասխանեմ։ Հիմա ցանկացած նմանատիպ հարցը ինքը բանա, ժողովրդի ասած ձուկը ջրում խոսակցություն, մեկ, եւ երկրորդ ինքը նաեւ բանակցային դիրքերը թույլատնող խնդիրալուծում։ Այսինքն մենք ոչ թե պետք է մարդկանց հարցեր տանք, ձեր մասին չեմ էլի ասում, գնանք օրինակ մարդկանց դաշտում, որ քաղաքական միավորեն, քաղաքական միավորներ են պետք է միավորվեն, բան, նենց հարցեր տանք, որոնք բացառենք միավորումները, այլ նենց հարցեր տանք, որ միավորումները տեղի ունենան։ Էսա իմ տեսլականը, ես ձեր նշած ուժերի վերաբերյալ առաջարկներ արել եմ, նաև երկրորդ նախագահն արձագանքել իր ասուլիսի ժամանակ։ Ես կարծում եմ այդ խոսակցությունը այլևս տեղի ունեցած է, այսինքն մենք մեր ասելիքն ասել ենք, ոնց ենք տեսնում, ինչ ենք պատկերացնում, իրենք էլ իրենց ասելիքն են ասել։
բայց մենք չենք կարող որևէ մեկի ուժը ասել չէ դուք պետքա ձեր ուժը վերակազմակերպեք։ Ձեր առաջի համարը պետքա լինի Պողոսը, այն մեկին է պետքա լինի Պետրոսը, դա որևէ քաղաքական միավորի գործը չի։ Էթիկայի կոռեկտ էլ չի։ Որպես խորհուրդ առաջարկություն այդ մասը քննարկվել է, մնացած մասով ինչու մենք ասեցինք, որ մենք մասնակցում ենք եւ կբանակցենք խոշորացման համար։ Ժորժ ջան, ես Վրաստանի վերջին ընտրություններից հետո մի հատ տեսանյութ եմ նկարահանել, բացատրել եմ ոնց վրացական ընդդիմությունը պարտվել, ցույց եմ տվել տոկոսներով, բացատրել եմ ոնց վրացական ընդդիմությունը հաղթել Սաակաշվիլին այն ժամանակ եւ ասել եմ Ժորժ ջան, պետքա դասեր քաղենք։ Դա ինձ հետո տեղի ունեցել Գյումրի։ Օպոզիցիան Գյումրին սկսել է բան անել, տենց եփել, որ հա, այս Գյումրի ընտրությունները լավ օրինակ է, գնանք sense մասնակցենք։ Ես ասում եմ ոչ։ Ես ասում եմ ոչ։ Եվ ոնց որ թե այդ Գյումրի թեման մի կողմ անցեց արդեն։ Հուսով եմ, որ ընդդիմությունը ընդդիմադիր ուժերը հասկանում են, որ դա կիրառելի չէ պարլամենտական ընտրությունների առումով։ Հետևաբար, այս իմաստով, երբ որ խոսում եմ շատ խոշորացման մասին, շատ խոշորացման համար լոբինգ է պետք, մենք այդ լոբինգը անում ենք եւ էթիկայի առումով նաեւ գեղեցիկ չի լինի, որ մենք խոշորացումից խոսանք, լոբինգ անենք տարբեր ուժերի, բայց մենք գանք ասենք Ժորժ ջան, մենք ոչ մեկի հետ չենք ուզում դաշինք անենք, մենք գնալու ենք միայնակ։ Այսինքն ինչ։ Ես այնտեղ սոցհարցումների վերաբերյալ էլ խոսեցի, որ հա որևէ ուժ որոնի 1-2% ձայն, այս պահին մեկնարկային, ոչ մի քարազարշավ սկսված չի, ոչ մի բան սկսված չի, հա կարա ձգտի, որ 4-ը տանի, կարա։ Բայց տանի, որ ինչ անի, այդ հարցի պատասխանն է պետք ստանալ։ Ուզում է տանի, որ ինչ անի։ Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի անդամ է ուզում դառնա։ Թե արտաքին հարաբերությունների ազգային ժողովի։ Այդ ինչ խնդիր ենք լուծում։ Ես 10 տարի падգամավոր եմ եղել։ Հետո ուզում եմ ասեմ մենք այդ տեսել ենք, գիտենք, էլի, խնդրեմ ասեք։ Եվ պարոն Մարուկյան, ձեր այս վերլուծություններից ու ասածներից ելնելով կարող ենք ասել, որ ձեր կանխատեսմամբ քաղաքական դաշտում չկա որևէ ուժ, որը կկարողանա միանձնյա իշխանություն ձևավորել ձեր կանխատեսմամբ եւ մի հարց էլ, տեսեք, իշխանությունը արդեն հայտարարում է, որ ընտրությունները կարևոր են խաղաղության օրակարգը հաստատելու եւ այդ օրակարգին այո ասելու համար, որը ըստ իրենց կապահովի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը առաջիկա 100-ամյակներին կամ ավելին, այս օրակարգին ի պատասխան կամ ի արձագանք, ինչպիսին պետք է լինի ընդդիմության օրակարգը ըստ ձեզ, եթե կարճ ձևակերպեք, որպեսզի ձեզ չտան, նկատի ունեմ հավաքական ընդդիմությանը պատերազմի օրինակ հրձիքներ բնորոշումը։ Ես կարծում եմ իշխանությունը շատ լավ ձևակերպել է ընտրությունների օրակարգը։ Այո, ընտրությունները խաղաղության մասին են, միանշանակ։ Ընտրությունները հայկական պետությունը պաշտպանելու մասին են, միանշանակ։ Ընտրությունները բարեփոխումների, երկիրը վերափոխելու, ուժեղ ինստիտուտներ կառուցելու մասին են, միանշանակ։ Եվ այդ օրակարգը հակառակ 60% ընդդիմադիր դաշտի օրակարգն է։ Այսինքն, եթե հանկարծ այս իշխանությունը վերընտրվի, չի լինելու խաղաղություն, չեն լինելու ուժեղ ինստիտուտներ, չի պաշտպանվելու հայ մարդու ինքնությունը եւ որևէ ազգային ինստիտուտ մենք չենք կարողանալու պաշտպանել։ Ինչ ուզում անենք։ Հետեւաբար այո, ճիշտ են ձևակերպի, ուղղակի հայելային պետքա թեքել են մյուս կողմը, որտեղ 8 տարվա մեջ 26 թվականին 8 տարին է լրացած լինելու իշխանության, դե 7.5։ 8 տարվա մեջ այս իշխանությունը այդ ինչ որ ասում է, ինքը դրա հակառակն է արել։ Այսինքն եթե ինքը վերընտրվի, հակառակի արշավը շարունակվելու է։ Պատերազմների, կորուստների, բանի միակողմանի զիջումների, չբանակցելու, պրոստը ուղղակի համաձայնվելու, կարմիր գիծ հայտարարելու, կարմիր գիծը հաջորդ օրը խախտելու, երկրի քառակուսի կիլոմետրը հայտարարելու, 2 շաբաթից այդ թիվը փոխած ասելու, այդ արշավը շարունակվելու է։ Շնորհակալ եմ։ Եթե էլի կա, հա, խնդրեմ։ Մյուս հարցը ձեր կանխատեսումները, այսինքն մի ուժի չեք տեսնում այս պահին, որը կարող է ռեալ Հա, ես հարցը բաց թողեցի, Ժորժ ջան, բացառված է որևէ ընդդիմադիր ուժ, միայնակ կարողանա հաղթել։ Չի բացառված ընդդիմադիր խոշոր բևեռը, մեկ ընդդիմադիր խոշոր բևեռ հաղթի, չի բացառված։ Մեկ խոշոր։ Բայց դրա մի քիչ իմպլեմենտացիոն անհնարինությունը մի քիչ մեծ է, կարա լինի 2 խոշոր բևեռ։
շատ ուժերի խոշորացված։ Եթե ստացվի մեկ խոշոր բևեռ, այդ ձեր ասած օրինակը Վրաստան, Սաակաշվիլիի պարտությունն է։ Սաակաշվիլիի ուժը եւ Վրաստանի վրացական երազանքը միասին վերցրել են քվեարկությանը մասնակցած մարդկանց ձայների 95%-ը։ Փոշիացել է ձայների 5%-ը։ Եվ իշխանությունը պարտվել է։ Ինչա պետք անել Հայաստանում։ Նույն ձև խոշորացում։ Այսինքն նայեք, մեր մոտ ինչա տեղի ունեցել 20% փոշիացում ա եղել անցած ընտրություններին։ Հիմա էլ է սպասվում, եթե այդ նույն մտքերով են մասնակցելու, էլի։ Բայց հետեւաբար մենք լավ փորձեր ունենք, տեսնում ենք այդ փորձը ոնց ա եղել։ Շնորհակալ եմ։ Եվ վերջին հարցը, պարոն Մարուկյան, դուք ասացիք, որ համագումարով նաև պաշտոնապես ձեզ լիազորում են սկսել բանակցությունները քաղաքական դաշտի հետ ընտրությունների պատրաստվելու առումով։ Մինչ այս պահը որևէ բանակցություն որևէ քաղաքական ուժի հետ չի եղել, թե կան, բայց արդեն ավելի ֆորմալ բնույթ կստանան։ Այս մասով որոշ մանրամասներ կարող եք հայտնել։ Մինչ այս պահը ես մի քանի անգամ հայտարարել եմ, մենք որևէ ուժի հետ որ իդեաներ քննարկվել են, բայց պաշտոնական որևէ քննարկում, որ կարող ենք դաշինք զորել չենք քննարկել։ Որովհետև նախ այդ հարցը չենք դրել քննարկման մեկ, բայց որոշակի տրամադրություններ ճշտելու ինչ որ տենց խոսակցություններ միշտ եղել են։ Վերջին մի տարվա մեջ ես կասեի։ Բայց այդ դաշտում ես կարծում եմ դեռ մի քիչ ժամանակ էր պետք, որ մի քիչ ընտրությունները մոտենան եւ քաղաքական ուժերը ավելի adekvat, ավելի ռեալ հողի վրա կանգնած իրենց կարողությունները գնահատելով մտնեն այդ process-ի մեջ։ Այսինքն կարող ենք ասել, որ չի եղել պաշտոնապես որևէ այդպես քննարկումներ։ Շնորհակալ եմ։ Վերջի հարցը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ես առաջինն եմ հայկական մեդիատիրություն հրապարակել ադրբեջանական տեղեկատվական աղբյուրներից արտահոսած տեղեկատվություն, որ դեկտեմբերի 10-ին նախատեսվող Բաքվի զորահանդեսին Բաքվի փողոցներով պետք է անցնեն 100-ից ավել հայ գերիներ։ Այդ ժամանակ Լուսավոր Հայաստանը խորհրդարանում ներկայացված 3 խորհրդարանական ուժերից մեկն էր։ Այդ 3 խորհրդարանական ուժերից իշխանությունը ներկայացնող 3 խորհրդարանական ուժերից միակը ով կապվել է ինձ հետ եւ հետո գործնական քայլեր է ձեռնարկել, որ դա տեղի չունենա Բաքվում, դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, եվրոպական կառույցների ղեկավարներին, եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը Էդմոն Մարուկյանը։ Դա ոչ միայն ազգային խայտառակությունից մեզ այդ պահին հետ պահելու քայլ էր, այլ պետք է հասկանանք, որ եթե դեկտեմբերի 10-ին տեղի ունենար այն, ինչ որ պատրաստում էր իրականացնել Բաքվի բռնապետը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի սիրելի բառապաշարով ասած անհուսալիորեն կապակայունանար քաղաքական իրավիճակը եւ գուցե այսօր մենք չունենայինք այս պետությունը, որ հիմա ունենք։ Եվ օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ օրերին ձեր քաղաքական կեցվածքի պատասխանատու վարքագծի համար։ Մեր պետությանը անհրաժեշտ են հենց նման քաղաքական առաջնորդներ, պետական գործիչներ, որոնք վճռական պահերին չեն մտածում իրենց անձնական ամբիցիաների մասին։ Հարցս հետևյալի մասին է, եթե թույլ կտաք, ներողություն եմ խնդրում նախաբանի համար։ Ինչ եք կարծում Լուսավոր Հայաստանը իզորու է իր շուրջը համախմբելու հենց նման որակի մարդկանց, որոնց կարիքը մենք այսօր ունենք։ Եվ երկրորդ հարցը, արդյոք Լուսավոր Հայաստան կուսակցության համար հայկական պետությունը մնում է բարձրագույն արժեք, ինչպիսին 2020 թվականին էր։ Շնորհակալ եմ, պարոն Բալյան, նախ այդ ներկայացնելու համար։ Մենք ես չեմ լսել, որ որևէ մեկը դա էլի ասի, որովհետև այդ օրերը հենց են անցել, որ չգիտեմ ինչ ասեմ, ողբերգական օրեր էին։ Շնորհակալ եմ իջեցնելու համար։ Կարող ենք համախմբել թե ոչ, ես կարծում եմ կարող ենք։ Մենք կարող ենք լինել քաղաքական դաշտի մերանը եւ այդ
սպասվող product-ը մերելուց, հա, ոնց են չէ, մածունը մերանով ստանալ, այսինքն ես գտնում եմ, որ մենք ունենք բավականին ռեսուրս, մարդկային հարաբերությունների իմաստով, անգամ տարբեր ուժերի հետ, որոնց շատ սուրճ իրար քննադատել ենք, մարդկային գծերը մենք երբեք չենք հատել, չենք հատում, դա մեր հիմնարար սկզբունքներից է, եւ շատ տեղերում մենք ունենք այդ կամուրջները, մենք կարող ենք այդ մերանը հանդիսանալ եւ համախմբել իրապես մեր պետությունը պաշտպանելու ցանկություն, էներգիա ունեցող մարդկանց։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ, քննարկման առարկա չէ, այն կա, այն պետք է լինի եւ այս իմաստով մենք կպայքարենք, որ այն լինի ներսից առողջ, դիմակայուն, այն մոդելի պետությունը, որ մենք ենք պատկերացնում, օրինակ, չեմ, շվեյցարական մոդելը կա, ֆրանսիական մոդելը կա, տարբեր զարգացած երկրների մոդելներ ունենք ուսումնասիրած, բրիտանական մոդելը կա, որ մենք կարող ենք ներդնել հզոր ինստիտուտներով եւ իրան պաշտպանելու մարտունակ բանակով։ Օրեր առաջ այդ քննարկումը կար, որ մեզ ոչ թե պետքա մարտունակ բանակ, այլ մեզ պետքա պաշտպանունակ բանակ։ Ես հարցին ուզում եմ անդրադառնալ, մարտունակ բառը բաղկացած է մարտի ունակ ձևակերպումներից։ Իսկ պաշտպանունակ բառը կարող ասեն պաշտպանվելու ունակ բառի, բայց եթե այդ բանակը մարտի ունակ չի կարող պաշտպանվել։ Հետեւաբար մեզ պետքա մարտունակ բանակ։ Մի լսեք այն քարոզչությունը, որը իրականացվում է մեր ազգային ինստիտուտների դեմ, որոնցից մեկն էլ մեր ազգային բանակն է։ Շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին։